Մեկ տարվա ընթացքում վարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ։ ՔՊԱ-կան պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը 3 երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ։ ՔՊԱ-ականները 3 հավաքվել էին եւ մեկը մյուսին հերթ չտալով առաջարկություններ ու քննարկումներ էին անում։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ խմբակցության ներսում այս օրենքի փոփոխության վերաբերյալ ամեն մեկն իր հերթին ցանկացել է ընդառաջել վարորդներին հանրության առջև հերոս երևալ։ Հանձնաժողովի նիստի ժամանակ էլ շատ ակտիվ էին Ազգային ժողովի պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Արսեն Թորոսյանը, Անդրանիկ Քոչարյանն ու Զարուհի Բաթոյանը։ Հիմնական զեկուցողներ ՔՊԱ-կան Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ իրենք ընդունել են միայն Զարուհի Բաթոյանի առաջարկը, իսկ մյուս պատգամավորների կողմից ներկայացված առաջարկները բովանդակային առումով փոխում էին օրենքի նախագիծը, ուստի որոշում է կայացվել, որ նրանք հանդես կգան հեղինակային առանձին օրինագծով։ Այսինքն Խաչատրյանը ակնհայտ ցույց է տվել, որ դա իրենց գաղափարն է ու մյուս ՔՊԱ-ականները չպետք է փայ մտնեն այս թեմայի մեջ։